Մահացել է Հռոմի Պապը եւ շուտով նոր Պապի ընտրություններ են լինելու եւ հետաքրքիր քննարկումներ են գնում, թե ով կարող է լինի նոր Պապը, նկատի ունենալով, թե նոր Պապը ինչ քաղաքականություն կարող է վարել։ Մենք հասկանում ենք, որ Պապերի քաղաքականությունը եւ աշխարհայացքը շատ կարեւոր է, աշխարհում 1 միլիարդ 300 միլիոն կաթոլիկներ կան եւ մյուս կողմից այդ քաղաքականությունը իր ազդեցությունն է ունենում Հռոմի Պապի ընտրության վրա։ Եվ ինչ Պապ կլինի, կարելի է մոտավորապես հասկանալ, թե համաշխարհային քաղաքականության մեջ ինչ տենդենսներ են գնում։ Առհասարակ սա առանձին թեմա է, մենք առանձին կխոսենք դրա մասին, թե մասնավորապես 20-րդ դարում Հռոմի Պապերի եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների մեջ ինչ կապ է եղել, բայց այսօր խոսենք արդեն մահացած Պապի մասին։ Վերջի ժամանակները Ֆրանչեսկո Պապի եւ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի միջև կոնֆլիկտներ են տեղի ունենում եւ կոնֆլիկտի մի կողմը հանդես էր գալիս փոխնախագահ Ջեյ Վենսը, որը մի քանի տարի առաջ բողոքական եկեղեցու հետևորդ լինելուց վերածվել էր կաթոլիկ եկեղեցու հետևորդի եւ փորձում է ձևավորել Միացյալ Նահանգների կաթոլիկ համայնքի, որը մոտ 50 միլիոն է, տեսակետները եւ կոնֆլիկտը հիմնականում նրա մասին էր, որ Ֆրանչեսկո Պապը դատապարտում էր այն, ինչ որ տեղի էր ունենում Գազայում, համարելով, որ դա ցեղասպանություն է, ինքը կոչ էր անում, որ այդ մարդկանց պետք է օգնել, պետք է փրկել, եւ նաեւ ինքը դատապարտում էր Միացյալ Նահանգների վարչակազմի քաղաքականությունը, Թրամփի վարչակազմի, որը շատ վատ վերաբերմունք ունի գաղթականների նկատմամբ, միգրանտների նկատմամբ։ Հռոմի Պապը համարում էր, որ այդ մարդիկ լինելով վատ վիճակում ըստ քրիստոնեական ուսմունքի, նրանց նկատմամբ պետք է կարեկցական վերաբերմունք ունենալ եւ այնինչ արվում է Միացյալ Նահանգներում, դա քրիստոնեական արժեհամակարգից ելնելով սխալ է։ Ջեյ Վենսը հակառակ տեսակետ ուներ, ինքը ասում էր, որ միգրանտները խնդրեմ են ստեղծում Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, նրանց մեջ կան շատ հանցագործներ, նարկոտրաֆինգով զբաղվողներ եւ հենց այդ մարդասիրությունից ելնելով Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ պետք է նրանց արտաքսել երկրից։ Շատ խորհրդանշական էր, որ Հռոմի Պապի մահվանից 1 օր առաջ տեղի ունեցավ հանդիպում Հռոմի Պապի եւ Վենսի միջև։ Իրականում Հռոմի Պապը արդեն մահամերձ էր, դա զուտ խորհրդանշական հանդիպում էր, բայց բովանդակային հանդիպում տեղի էր ունեցել Վատիկանի պետքարտուղարի Պետրո Պարոլիի միջև եւ Ջեյ Վենսի միջև։ Եվ շատ հետաքրքիր էր, թե Վատիկանի պետքարտուղարությունը ինչ մամլո հաղորդագրություն էր տարածել հանդիպման մասին եւ ինչ մամլո հաղորդագրություն էր տարածել Վենսի աշխատակազմը։ Ըստ Վենսի աշխատակազմի հանդիպման ժամանակ քննարկվել է Թրամփի խաղաղության քաղաքականությունը, աշխարհում հալածվող քրիստոնյաների մասին են խոսել, ըստ երևույթին նկատի ունեն, որ առաջի հերթին հենց իսլամական աշխարհում են քրիստոնյաները հալածվում, եւ նաեւ քննարկվել է հավատի հարցեր։ Լրիվ այլ բովանդակություն ուներ Վատիկանի պետքարտուղարի տարածած հաղորդագրությունը, ըստ նրանց հանդիպման ժամանակ քննարկվել է միգրանտների խնդիրը, փախստականների խնդիրը, ձերբակալվածների հարցը, պատերազմական վիճակում գտնվող երկրների եւ տարածքների հարցը, ըստ էության երևի նկատի ունեն հենց Գազայում տեղի ունեցող գործընթացները, նաեւ Սիրիայում ինչ է տեղի ունենում, ըստ էության Հռոմի Պապը, արդեն մահացած Պապը, հանդես էր գալի նաեւ քրիստոնյաների եւ մուսուլմանների համերաշխության հարցով եւ իսկ Միացյալ Նահանգների գործող վարչակազմը ըստ էության հենվելով քրիստոնյա սիոնիստների վրա, ավետարանականների վրա, ճիշտ հակառակ քաղաքականությունն էր վարում, ըստ էության հենց Թրամփը ուղղակիորեն նշում էր, որ պետք է
Պաղեստինից վտարել մուսուլմաններին կրոնական պատճառներով, որտեղ դա Աստվածած երկիրը նվիրել է հայրյաններին եւ այլն, այնտեղ երրորդ տաճար պետք է կառուցվի եւ այլն։ Այսինքն նման գաղափարախոսություն է տանում։ Հիմա հարցը հետեւյալն է, հաջորդ պապը ինչպիսին է լինելու, հաջորդ պապը լինելու այն մարդը, որը փորձելու է մասնավորապես քրիստոնյաների եւ մուսուլմանների միջև խաղաղության քաղաքականությունը վարել եւ այդ առումով հակադրվել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմին, դե այնուամենայնիվ նա լինելու է պահպանողական։ Այս հարցերը մեզ համար չափազանց կարևոր է, որտեղ այսօր Հայաստանը գտնվում է մի եռացող տարածաշրջանում, որտեղ այդ կրոնական պատերազմը բավականին ռեալ է։ Եվ շատ կարևոր է, որ նաև Հայաստանում եկեղեցին նման քաղաքականություն վարի եւ եկեղեցու դերը շատ մեծ է, որովհետեւ մենք ունենք համայնքներ նաև Իրանում, իսկ Իրանը գիտենք ինչ նշանակություն ունի Հայաստանի անվտանգության հարցով։ Մենք ունենք մերձավոր արևելքում եկեղեցիներ եւ համայնքներ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն իսլամական համայնքների եւ իսլամական երկրների հետ, եւ այդ առումով եկեղեցու դերը չափազանց կարեւոր է։ Սակայն մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանում գոյություն ունի կոնֆլիկտ եկեղեցու եւ կառավարության միջեւ, գործող կառավարությունը բաժանարար գծեր է գծում հայաստանցիների եւ արցախցիների միջեւ, հայաստանցիների եւ սփյուռքահայերի միջեւ, եւ ինքը երկրի ներսում կոնֆլիկտային քաղաքականություն է վարում, փոխանակ վարի ճիշտ հակառակը եւ օգտագործի եկեղեցու ներուժը, օգտագործվի սփյուռքի ներուժը եւ համապատասխան վերաբերմունք ունենա մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք ստիպված եւ նաեւ իրենց քաղաքականության պատճառով լքել են իրենց բնակ տները։ Եվ այս առումով խնդիր է առաջանում, թե ուր է գնում Հայաստանը կամ ուր է տանում գործող կառավարությունը Հայաստանը։ Եթե նման քաղաքականությունը շարունակվի, ապա Հայաստանը անվտանգային առումով հերթական խնդիրների առաջ է կանգնելու։